Ովքեր են վտանգավոր մարդիկ, ովքեր ծնվել են 4, 13, 22 և ուրեմն 31 թվանշանի ներքո։ Այսպիսի մարդիկ ինչով են վտանգավոր։ Այսպիսի մարդիկ, եթե մի բան իրենց ուզածով չի ստացվում, սկսում են սնվել ձեր էներգիայով, դա բավականին վտանգավոր է։ Ձեր շրջապատում տեսեք այդպիսի մարդիկ կան, ովքեր որ ծնվել էին այն թվացյալ թվանշանների ներքո, որոնք դուք տեսնում եք այս էկրանին։ Եվ այդպիսի մարդիկ բացի խմելը ձեր արյունը, այսինքն էներգետիկ վամպիրիզմը սնվելով ձեր էներգիայով, նրանք բավականին կարող են քաոս սարքել ձեր շուրջը, ձեր կյանքը։ Դրա համար պետք է զգույշ լինել, որովհետև բավականին վտանգավոր են այս թվանշանի ներքո ծնված մարդիկ, ովքեր ծնվել են 4, 13, 22 և 31 թվանշանի ներքո։ Ինչով դուք կարող եք այսպիսի մարդկանցից զերծ մնալ, եթե դուք տեսնում եք, թվերը համընկնում են իրար, ձեր շրջապատում այդպիսի մարդկանց հետ նախ շփվելուց միշտ հարցրեք, թե որ ամսի ծնունդ են, սա չի նշանակում, որ բոլորն են, հա, այսպիսին, այն մարդիկ, ովքեր որ ինչ-որ բան իրենց ուզածով չի ստացվում, նրանք այո կարող են բավականին դաժան լինել և ձեր էներգիայով երկար ժամանակ սնվել և ձեր կյանքը դարձնել քաոս։ Թվերը ինչ են տալիս մարդուն, ես ինքս սովորել եմ լավ ճանաչել ինձ և շրջապատի մարդկանց, թե ինչու համար են որոշ